Շիրակի Սուրեն Աբեդիսյանի անվան ավագ դպրոցում տիրում է առանձնահատուկ հուզիչ, ջերմ ու տոնական մթնոլորտ։ 12-րդ ընդհանուր դասարանի շրջանավարտներին Դեռ հիշում եմ բռնած մայրիկիս ձեռքը, հուզմունքն ու ուրախությունս, անծանոթ ու ծանոթ հարազատ դեմքեր, ուր անցել եմ մանկությունս, այն մեկը նստած իմ կողքին, դարձավ սերն իմ առաջին, և այդպես անցան տարիներ, մոտեցավ օրը վերջին, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից, իմ ուրախ տարիներ ու անհոգ օրեր, միշտ կզգամ ես ձեր կարիքը, կյանքիս ուսուցիչներ ու դասընկերներ, դուք եղաք իմ ընտանիքը, ժամանակը ինչպես անցավ, այդպես էլ մենք չիմացանք, հիշելով զանգը առաջին, մոտեցավ օրը վերջին, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից, la 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 Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր ու կարծես երեքեր դեր, դասերու դասարաններ, ախ ես ոնց է ջերմակել, իմ դասատուն են ջահել, ու հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, մնաք բարով, և ինձ հետ
միշտ կմնան անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր, ինչ անհոգ թե ձմեռ էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նվիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով Մամ, ես պատրաստ չէ՞։ Պատրաստ ենք։ Պապ։ Եկա։ Այսօր կարծես մեր հոգում խինդ ու թախից միասին է արցունքի միջից նայում ջերմ ժպտում ենք մենք իրար մեր մեջ հուշերն են նույն բան ուրախ տխուր նույն խոհերը իսկ շուրջը տաք հայացքներ են դեմքեր են այնքան հարազատ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ Այսօրվանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներ նոր Այսօրվանից կյանքն արդեն կանչում է մեզ նոր այլափեր Հարգելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, թանկագին շրջանավարտներ ու աշակերտներ Այսօր Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվանավակ դպրոցում տիրում է առանձնահատուկ հուզիչ, ջերմ ու տոնական մթնոլորտ Մենք համախմբվել ենք նշելու դպրոցական կյանքի ամենասպասված, ամենահիշարժան եւ ամենասրտառուչ պահերից մեկը՝ վերջին զանգը։ Այսօրը միայն ուսումնական տարվա ավարտի խորհրդանիշ չէ։ Այն կարևոր հանգրվան է մեր սիրելի շրջանավարտների կյանքում՝ լի հիշողություններով, հպարտությամբ, երջանկությամբ, հուզմունքով եւ նոր ճանապարհների լուսավոր սպասումով։ Այսօր հնչող զանգը մեր 12-րդ դասարանցիների համար վերջինն է որպես աշակերտ։ Բայց այն միաժամանակ մի նոր սկիզբ է դեպի ավելի մեծ նպատակներ, պատասխանատու ընտրություններ, ինքնուրույն քայլեր եւ կյանքի նոր փուլ։ Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեզ հարազատ դարձած դպրոցին, ձեր ուսուցիչներին, դասընկերներին, դպրոցական առօրյային, բայց վստահ եղեք, դպրոցը միշտ կմնա ձեր հիշողությունների, արժեքների, երազանքների ու ձեռքբերումների կարևոր մասը։ Թող ձեր կյանքի ճանապարհը լինի խաղաղ, արժանապատիվ, լուսավոր եւ հաջողություններով լի։ Թող ձեր գիտելիքները, մարդկային որակները եւ դպրոցում ստացած արժեքները լինեն ձեր ամենախուսալի ուղեկիցները կյանքի բոլոր ճանապարհներին։
Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ հուզիչ եւ հիշարժան օրվա կապակցությամբ։ Եվ այժմ բուրըն ծափարություններով դալիճ են հրավիրում օրվա հերոսներին, մեր 12-րդ դասարանի հումանիտար խմբին։ Դպրոցական օրագիր պահարան, ինչ ուրախ էր, ինչ անհոգ, թե ձմեր էր և թե շոգ, թե տանիք էր հայրական, և թե տուն նավիրական։ 12-րդ ընդհանուր դասարանի շրջանավարտներին Բայց այսօր արի ու տես, ես կարծես սիրում եմ քեզ, ու հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ։ 12-րդ բնագիտական դասարանի շրջանավարտներին Մի քիչ թաց աչքերով, կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, մնաք բարով։ Ու հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, կարոտելու եք մենք, դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, մնաք բարով։ Ու հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, պիտի գնամ, մնաք բարով։ եւ այժմ 1 րոպե լրությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։ Եվ այժմ ելույթ կունենա 12-ի ընդհանուր դասարանի շրջանավարտները։ Բարև ձեզ, սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։ Այսօր այստեղ ենք հավաքվել մի պահ ապրելու համար, որը մեր հիշողություններում կմնա հավերժ։ Այսօր մեր դպրոցական կյանքի վերջին էջն է, մեր 12-րդ դասարանցիներիս համար։ Այսօր Սպիտակի ավագ դպրոցի 12-րդ դասարանի վերջի զանգն է։ Մենք հպարտ ենք եւ հուզմունքից արբեցած։ Ապագայի հույսով ու հավատով կյանքը մեզ կանչում է իրաներևույթ ձեռքով, կախարդական հմայքով։ Այս զանգը միայն հրաժեշտ չէ, սա շնորհակալություն է մեր ուսուցիչներին, ծնողներին, դպրոցին մեզ մարդ դարձնելու համար։ Թող առաջիկա ուղին լինի լուսավոր ու հաջողություններով լի։ Իսկ հիմա դիմավորենք այսօրվա մեղավորներին։ Չխառնվեցիր մեր ժիր կյանքին, միշտ խոնար էիր, համեստ լռին, դուք կտեսնեք մեր մերուժին, դասի վերջի 2 ժամին։ Ընկեր Հակոբյան, դասխեք հարգարժան, մեր դասարանի հենարան, ուր էլ գնանք ինչ էլ դառնանք, մենք ձեզ հաստատ չենք մոռանա։ Վոլեյբոլի մրցումներին օգնում է նա դասարանին, սուսուփուս իր գործերով Արթուրն է մեր մազուրով։ Նա չի սիրում սովորել, գիտի միայն մեքենա վարել։ Տղա ջան դանդաղ վարիր, հիմա կանչում են Կարգամ ջան արի։ Հայկու հին է մեր բարի, իր թոնչանքով նազանի, հոգով սիրուն անթերի, արարքներով գովելի։ Ոտքից գլուխ համեստություն, ունես դու լավ հիշողություն, Էրիկն ես դու մեզ հարազատ, հոգով ասնի ու ազատ։ Երջանիկ եմ, երջանիկ
անկերը մի հատի Երջանիկ եմ երջանիկ որ կարողքիս միացի Լավենն է մեր համարցակ, ինքնուրույն է շատ շիտակ, հավատարիմ ընկերներին և թիկնապա աղջիկներին Սուտ ատող, ճիշտ ասող, մեծ աչքերով վառ ժպիտով, ավակն է մեր դասարանի, Սյուզին է մեր սիրելի։ Եղեսկադեմ ու բարի, աղջնակ է անթերի, համեստ ու հեզ նազենի, Կարինեն է մեր դասարանի Հին ֆիլմերի սիրահար, դասարանում միշտ ներկա, խելոք ու լուր պատանի, Դավիթն է մեր դասարանի։ Մուննաթով է, բայց շատ բարի, Նարեկն է մեր դասարանի, սիրում է նա աշխատել և բոլորին միշտ օգնել։ Դու կարծել աղջիկ ամենից սիրում Քեզ երկում եմ սեր, դու ես իմ սրտում Տես երկինքը մեզ շպտում է կարծես Ամեն ինչից անտեղյակ, սպորտին է նվիրված, Սամվելն է մեր հանամփեր, խելոք հանգիստ ընկերասեր Այս դպրոցը ամեն օր 1000 կատակ է մտնում նոր, 1000 կատակին էլ քավոր, համբարձումն է բախտավոր, դիմավոր է գրեմբոյին, խափեցի, հմբոյին։ Իսկ մի աղջիկ, որ կյանքերում շատ անկերը մի հատի Երջանիկ եմ երջանիկ, որ կարողքիս միացի Որ կյանքերում Աշխուժ ուրախ Մարետան, մաթեմի մեծ գիտակ, խճճվել է նա կարծես թվերի մեջ անհատակ։ Ական է մեր շատ ազնիվ, կատակասեր ու բարի, բժիշկ է նա դառնալու և շատ կյանքեր փրկելու։ Ունիվարսեր շատ փայլուն, Իրինան է մեր սիրուն, աղջիկ է մի չարաճճի, ասես պայծառ արև լինի։ Երբ կողքից ես դու, էլ չկա ոչինչ Աշխարհ է կարծես, աչքերը քոչի Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր հերոսների հիշատակի առջև, նրանց, ովքեր չխնայեցին իրենց կյանքը, հանուն մեր ապագայի։ Վերջին զանգը մեզ համար նոր ճանապարհի սկիզբ է։ Բայց կան նրանք, ովքեր իրենց ճանապարհը ավարտեցին հանուն մեր ապագայի։ Մենք պարտավոր ենք ապրել արժանապատիվ, հիշել ու երբեք չմոռանալ նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի համար։ Նրանց հիշատակը միշտ կլուսավորի մեր ճանապարհը։ Այսօր լսում ենք մենք վերջին զանգը, իսկ նրանք լսեցին պատերազմի կանչը ու չվերադարձան։ Հիշում ենք, խոնարհվում ու խոստանում ապրել արժանապատիվ։ Նրանք գնացին լռությամբ, բայց թողեցին մեզ ուժեղ ապագա։ Ամեն հնչող զանգի մեջ կա նրանց հիշատակը, ամեն մեր քայլում նրանց նվիրումը։ Մենք չենք մոռանա։ Մենք այսօր ժպտում ենք, բայց այդ ժպիտի մեջ կա նաև երախտագիտություն նրանց հանդեպ, ովքեր իրենց կյանքով մեզ հնարավորություն տվեցին ապրել այս օրը։ Այս ուրախորով մեջ մենք չենք մոռանում նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը։ Նրանց անունները գրված են ոչ միայն պատմության մեջ, այլ մեր սրտերում։ Եկեք մեկ րոպե լրությամբ հարգենք բոլոր ժամանակներում հայրենիքի համար զոհված մեր բոլոր հերոսների հիշատակը։ Շնորհակալություն։ Գարուն է, զարթոնք է ապրում բնությունը, ու գարնանային զարթոնքից թև է առնում մեր պատանեկությունը։ Գարուն է, դպրոցական կյանքի վերջին գարունը։ Ծաղները, խնդրացումները, դասամիջոցների աղբյուկը ու այն ամեն ինչ որ դարձրեց ընտանիքում։ Այս վարքանը թանկ է դարից, այս վարքանը երջանիկ է միշտ բոլորից, ախ Երանի այս վարքանը մի անգամ է լինի։ 3 տարի առաջ առաջին անգամ մտանք այս դպրոց անհանգիստ, մի փոքր վախեցած, բայց լի երազանքներով։ Այսօր հեռանում ենք ավելի վստահ, ուժեղ և պատրաստ նոր ճանապարհների։
Այսօր մեր ամենաերթանի օրերից մեկն է։ Դպրոցն ավարտել է մեզ համար նոր կյանքի, նոր հույսերի եւ ինչու՞ չէ նաեւ սիրո։ Գիտի ուրել գնա իր պետակից լավ տեղ չկա, հարուն գիտի ուրել գնա իր գետակից լավ տեղ չկա, չլսեցի ուրիշներին ու հետո նոր գլխի ինկա, որ իմ կյանքում աստված վկա, իմ դպրոցից լավ տեղ չկա։ Ասում են, թե միանգամից կյանքում ոչինչ չի կատարվում, միանգամից տարիները վարգյանի պես չեն սնանում, միանգամից անցյալի խենտորերը անցյալի գիրկը չեն գլորվում, միանգամից մանուկ սրտերն ասզունքով չեն բավախում, միանգամից առաջինը վերջին զանգին չի վերածվում։ Երբեք չենք մտածել, որ այսքան ցավոտ և հուզարատ կլինի բաժանում, բայց սա այլ բաժանմունքն ունի երդմա։ Վերջին զանգ, գեղեցիկ և հյուրահատուկ բան։ Հենց այսօր է ասվում բոլոր չասկած խոսքերը, որ տարիներ շարունակ գաղտնի ենք պահել։ Շատ բան չունենք ձեզ թողնելու, թողնում ենք ձեզ մեր սրտի մի մասնիկ ու հեռանում։ Երկայնքի այս մեծ ճամփաբաժնին, պատանեկության, երիտասարդության, դժվար ու բարդ սահմանին, խորհրդահուծով ասում ենք ձեզ մեր շատ սիրելի ուսուցիչներ։ Մեր այն գանձերը, սրբասունքները, որ մենք քաղել ենք ձեր գիտելիքների անմար ամբարից, հարուստ կդառնան մեր կյանքի շեմին։ Ուզում ենք այսօր երկնքից անել եւ ողջ մի գարուն ձեզ ծավալել։ Ուզում ենք այսօր ձեզ ուրախացնել երկնային ժպիտ եւ կյանք տալ։ Թող որ մենք այսօր ձեզ բարի մաղթենք, ծով երջանկությամբ ձեր կյանքը լցնենք։ Եղեք երջանիկ եւ այնքան բարի, որ ձեզ նոր արվեն լսել աշխարհին։ Մերը հենց սա է, հենց այս գարունն է, այս մեկ մայիսն է, այս վերջին զանգն է, մերն այս խոսքերն են, որ լսելու եք կամ չեք լսելու։ Մերն այս երկրն, այս աղջիկներն ու այս տարիները, մենք այսպիսին ենք եւ սովորական եւ արտասովոր, այսպիսին եւ շատ երջանիկ։ Chaque seconde, comme la pluie sur la fenêtre, tu me dis oui et puis peut-être, mais moi je t'aime pour la première fois, mais moi je t'aime, je ne veux que toi. Premier amour, au premier baiser, je suis ensorcelée. Premier amour, je t'aime et pourtant en un coup de vent. Premier amour, déjà terminé, me laisse le cœur brisé. Je dois t'oublier. Comme un éclair dans la nuit, je voulais te plaire pour toute la vie. Je t'aime encore, je t'aime à mort, mais y'a que toi que j'ai aimé. Alors au fond, qu'est-ce que j'en sais? Premier amour, au premier baiser, je suis ensorcelée. Premier amour, je t'aime et pourtant en un coup de vent. Premier amour, déjà terminé, me laisse le cœur brisé. Je dois t'oublier. Ce n'était pas toi le plus sage. Je me suis fait avoir par un mirage, mais je vais revenir comme personne. Supprimer ton nom de mon téléphone et je vais retomber folle de joie, folle d'amour, mais pas de toi. Premier amour, au premier baiser, je suis ensorcelée. Premier amour.
Մենք միմյանց համար երազանք էինք, դուք մեզ համար հույս ու պարծանք։ Մենք միմյանց համար շատ թանկ էինք, բայց կյանքում պետք է ձեզնով հիանանք, երբեք ու երբեք ձեզ չմոռանանք։ Այսօր մենք ուրախ ենք, որովհետև հեռանում ենք, բայց ոչ մեկից չենք մոռանալու, հիշելու ենք միշտ ու կարոտելու։ Սիրելի ուսուցիչներ, միշտ մեզ հետ եք եղել եւ ներել եք մեզ եւ բարգացել։ Խրատել եք մեզ ուղի ցույց տվել։ Թեև այդ բանին չենք էլ հասկացել, խոստանում ենք ձեզ, որ չենք մոռացել։ Դուք տվել եք թռիչք, տվել եք թևեր, որ կյանքում մնանք վեհ ու աներեր։ Դուք մեր ուսուցիչներ խոհուն ու բարի, թե մեղավոր ենք, խնդրում ենք ներել, կարևոր այն չէ թե դասին ինչ արինք, այլ այն մարդկանց մի օգուտ բերենք։ Ուսուցիչներ, դուք եղաք մի ոսկե բանալի, որով բացեցին գաղտնիքներն ամեն, հեքիաթն աստղերի, պատմության ոգին, մարդու ստեղծած հրաշքները թանկ։ Աչքերին սիրելի դասխեք մեր թանկագին Վերջին հնչյուններ զանգի դուք այսօր հնչեք Մեզ դեպի նոր կյանք դուք ճանապարհեք Ու կգան նոր սերունդներ սրտերում մեծեր Սովորելով կյանքի մասին դասեր Վերջին հնչյուններ զանգի դուք այսօր հնչեք Մեզ դեպի նոր կյանք դուք ճանապարհեք Այսօր այստեղ կանգնած են մարդիկ, ովքեր դպրոցական տարիների ընթացքում ապավել են մեր անհոգ մանկությունն ու պատանեկությունը։ Այսօրվա համար շնորհակալ ենք նաև ձեզ, սիրելի ծնողներ, ձեր նվիրվածության եւ հոգատարության համար։ Հավատացած ենք, սիրելի ծնողներ, սիրտն աչքերի չափ բան է տեսնում, ավելի խորը, ավելի հեռու։ Հավատացած ենք նաև, որ սիրտն ակաժների չափ բան է տեսնում, անգամ չասված։ Աշխարհի բոլոր բառարաններում ամենահարմար բառերն ենք ընտրում, բայց չենք գտնում։ Ուզում ենք այսօր լսենք ձեր սրտի ձայնին եւ հասկանանք այն ամեն ինչը, որ չենք կարողանում խոսքերով արտահայտել։
Թող ձեր ժպիտները երբեք չխաբրեն, թող ձեր ծիծաղները հավերժ ծիծաղեն ու կյանքում միշտ գարուններ լինեն։ Երբ կքայլենք այս աշխարհով ու թե հասնենք բարձունքների, չմոռանանք, որ դրանով պարտական ենք ծնողներին, չմոռանանք, որ նրանք են մեզ այս կյանքը նվիրել։ Երբ կսիրենք, չմոռանանք, որ մոր սիրուց ջին սեր չկա, երբ կխոսենք, չմոռանանք, որ հոր խոսքից ճիշտ խոսք չկա, ու թե քայլերը տանեն մեզ դեպի աշխարհի բարձրունքներ, չմոռանանք ու ծնկի գանք մեր ծնողների առջև։ Չմոռանանք, որ նրանք են մեզ օրորություն օրորել, մեր առաջին քայլից սկսած միշտ ձեռքներս բռնած քայլել, մեր առաջին բառից սկսած մեր բառերին իմաստ տվել։ Դասարանը դատավարություն է կազմակերպում դատելու իրենց ընկերներին տարբեր հանցանքների համար։ Դասի ժամանակ հաց ուտել, տնային չանել, ուշանալ, բայց վերջում հասկանում են, որ հենց այդ պահերն են դարձել ամենաթանկ հիշողությունները։ Սիրով ձեզ ենք ներկայացնում 12-ա դասարանի դատավարությունը։ Ոտքի ներս է գալիս Հայաստանի Հանրապետության ամենահոգնած դատավորը։ Նստեք, միևնույն է դպրոցում է չեք կանգնում։ Բացվում է 2026 թվականի ամենաաղմկոտ նիստը։ 12-րդ դասարանն ընդդեմ ընկերության։ Մեղադրվում են հետևյալ անձիկ. ամեն օր քրոնիկ ուշացողը, տնային մաֆիայի հեղինակը եւ դասարանում վերջին նստարաններին գիտական քննարկումներ քննարկողները։ 12-ի A դասարանի դասղեկ Հայկուհի Սարգսյան։ Առաջին մեղադրյալ մարդ, ով 12 տարի պայքարել է առաջին ժամի դեմ։ Ես անմեղ եմ։ Ինչու՞։ Որովհետև ես չեմ ուշորում, այլ ձեր դասերն են շուտ սկսվում։ Երկրորդ մեղադրյալը մեղադրվում է տնայինների արտագրման խոշոր ցանց կազմակերպելու մեջ։ Ես տնայինը մենակ չեմ արտագրել, դա խմբային աշխատանք էր, հետո էլ ես դա համարում եմ գիտելիքի փոխանակում։ Հաջորդ մեղադրյալները մեղադրվում են վերջին նստարաններում գիտական քննարկումներ կազմակերպելու համար։
Ինչ եք քննարկում։ Շատ կարևոր թեմաներ։ Օրինակ, Օրինակ, եթե ուսուցիչը 5 րոպեուշանա կարող են գնալ տուն, թե ոչ։ Վերջնական դատավճիռ։ Դատարանը երկար քննարկումներից հետո որոշեց մեղավոր եք չափազանց աղմկոտ, չափազանց խենթ, չափազանց լավ ընկերներ լինելու մեջ։ Եվ եթե անկեղծ, ամենաշատը հենց ձեզ եմ կարոտելու։ Վերջին զանգը վերջը չէ, սա մեր ամենալավ հիշողությունների սկիզբն է։ My best friend is there for me. Մանկության բայց կա հուշերը իմ ու ես ու դու իրար կողքին կանգնած եք տես կրկին չկան փոշոտ թաղերը հուշերը կարոտած հպարտ եմ որ ունեմ քեզ ճանապարհ անցած ընկեր իմ հին օրերի ամենաբարի միշտ հավատարի ընկեր սիրտը տանտերի արատ ու բերի ընկեր անցնում են տարիներ գնում բայց մեկ էլ մեր սրտում ընկեր դու կաս ինչ էլ լինի ընկեր ես դու մնում չկա ոչինչ որ բաժանի գործնի հավատը մեր դարձանք իրար մենք արժանի իմ հին ու լավ ընկեր իմ հին օրերի ամենաբարի միշտ հավատարի ընկեր սիրտը տանտերի արատ ու բերի ընկեր իմ հին օրերի ամենաբարի միշտ հավատարի ընկեր սիրտը տանտերի արատ ու բերի ընկեր Ինչպես խարույկը լույս է տարածում եւ անջատվում է գույն ու ջերմություն, այնպես էլ ձեզնից թափվում է ծիծաղ, պոկում է ժպիտ եւ բարություն է կատկթում անverջ։ Դուք մեզ շատ խոր հասկացաք, ինչ որ տեսակ մեզանում դուք չասացիք ոչ ոքի, լուր խորհեցիք, շտկեցիք, թրջելու թև տվեցիք, սովորեցրիք հասկանալ, նաեւ ներել բոլորին եւ ձեր հոգու մեծությամբ մեզ հույս ու լույս տվեցիք։ Մենք ձեզ սիրում ենք եւ շատ շնորհակալ ենք մեր շատ սիրելի ընկեր Մանուկյան։ Դպրոցում ամեն մի օր հուշ է դարձնում այդ օրը։ Դասի եկած չեկած մեկ է, բայց փոխտնօրենի ասած նորենք է։ Ձեր երևալը, խոհուն քայլվածքը, ձեր մի ժպիտը ջերմությամբ լցված, ձեր ամեն խոսքը կատակով լցված դարձրել են մեզ ամուր ու կոփված։ Շնորհակալ ենք ձեզ մեր շատ սիրելի ընկեր Արմալոյան։ Այսօր շնորհակալության օր է եւ այդ շնորհակալությունն ուզում ենք ուղղել նաեւ ձեզ, մեր սիրելի ընկեր Սարդարյան։ Դուք եղել եք դպրոցի այն մարդը, ով միշտ հետևել է կարգ ու կանոնին, բայց միևնույն է հասկացել է աշակերտին։ Ձեր խստության ետևում նկատել ենք միշտ հոգատարություն եւ պատասխանատվություն մեր հանդեպ։ Շնորհակալ ենք ձեզ։ Սիրելի ընկեր Նիկողոսյան, թեև այսօր այլևս դաս չեք տալիս մեզ, բայց ձեր թողած հետքը մեր մեջ շարունակում է ապրել։ Դուք մեզ համար եղել եք ոչ միայն ուսուցիչ, այլ նաև մարդ, ով իր խոսքով օրինակով շատ բան է փոխանցել մեզ։ Մենք ձեզ չենք մոռացել եւ երբեք էլ չենք մոռանա։ Դուք մեզ համար շարունակում եք մնալ շատ կարևոր ու սիրելի մարդ։ Այսօր ուզում ենք մեր սրտան շնորհակալությունն ասել եւ հիշեցնել, որ ձեր դերը մեր կյանքում մեծ է անփոխարինելի։
Արոն Հարությունյան, այսօր երբեք հրաժեշտ ենք տալիս դպրոցին, առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Դուք մեզ սովորացրեցիք կարգապահություն, հայրենասիրություն, խոստանում ենք երբեք ձեզ չմոռանալ, շնորհակալություն։ Վերջին զանգի այս խորհրդանշական պահին ձեզ ենք ուզում հայտնել մեր խորին շնորհակալությունը, ընկեր Բարսեղյան։ Ձեր դասերը մեզ համար եղել են ոչ միայն ֆիզիկական պատրաստության, այլ նաև կամքի ուժի, կարգապահության, միասնականության դասեր։ Դուք մեզ սովորեցրել եք հավատալ մեր ուժերին եւ երբեք չհանձնվել։ Սիրելի ուսուցիչներ, դուք այն մարդիկ եք, ովքեր ոչ միայն ձևակերպում են մեր մտածելակերպը, արժեքներն ու ապագան, այլ նաև կերտում են մեր ապագան։ Ձեր անսահման հոգատարությունը մեզ համար անգնահատելի է։ Ամեն օր դուք մեզ սովորեցնում եք ոչ միայն դասերը, այլ նաև կյանքը հասկանալն ու գնահատելը։ Այս փոքրիկ ծաղիկներն ընդունեք մեր անսահման սիրո, հարգանքի խորհրդանիշը։ Սիրելի ընկեր Հակոբյան, մի րոպեով ձեզ հրավիրում ենք կենտրոն, փոքրիկ անակնկալ ունենք։ Մեր խրատատու, մեր ներողամիտ, կարեկից ընկեր, դուք մեր հենարան։ Սիրելի ընկեր Հակոբյան, ձեր խոսքերը մեզ հետ կլինեն նույնիսկ այն ժամանակ, երբ դպրոցական զանգը լռի։ Սիրելի դասեր, ձեր ջերմությունն ու հոգատարությունը մեզ համար անգնահատելի են։ Այս աշխարհում ուր էլ որ լինենք, ձեզ միշտ կհիշենք ու կկարոտենք։ Սիրելի դասվեք, ընկեր Հակոբյան, որպես երախտիկ ձեր արած գործի, ձեր առաջ հպարտ խոնարհվում ենք մենք։ Ձեր մայրական սիրո եւ հոգատարության համար։ Այն ինչ տվեցիք սոս գիտելիք չէ, սովորեցիք անտեսել չարը, կեղծիքից զատել ազնիվն ու բարին։ Ահա այս մեկն էլ ձեր համբերության համար։ Շնորհակալ ենք ձեզ, որ մտաք մեր կյանք, սիրելի դասվեք, վայրի։ Սիրելի դասղեկ, ընկեր Հակոբյան, մենք ձեզ շատ սիրում ենք։
Սիրելի դասղեկ, շնորհակալ ենք այսքան լավ վերաբերմունքի համար։ Շատ շնորհակալ ենք։ Հիմա մենք բաց կթողենք վերջի թելերը եւ կբաժանվենք ձեզնից։ Շնորհակալ ենք ձեզ, որ կաք մեր կողքին։ Սիրելի աշակերտներ, շնորհավորում եմ ձեզ այսօրվա համար, բարի ճանապարհ ձեզ, անխոչնդոտ ճանապարհ։ Ժողովուրդը մի այսպիսի խոսք ունի, ասում է լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը, բայց ես ձեզ մի մաղթանք ունեմ, ուր էլ որ գնաք, ինչ կոլեկտիվում էլ աշխատեք, ինչտեղ ապրեք, այնպես անեք, որ ոչ աչքը դուրս գա, ոչ անունը դուրս գա։ Ձեր ոչ մեկի ծննդյան վկայականում մայր բառի դիմաց իմ անուն ազգանունը գրված չի, բայց ես ձեր բոլորի մայրն եմ, իմ վերջին զավակներն եք դուք, ուզեք թե չուզեք, ոչ մայրն է զավակին ընտրում, ոչ զավակներն են մայրերին ընտրում, ձեզ բարի ճանապարհ եւ կուզեմ մի բարի մաղթանք, որ բոլորիս է երևի վերաբերում, ոչ միայն ձեզ։ Բաժանումից առաջ մի պահ մտածեք, թե կարոտել եք, հիշեք, որ կարոտը կարող է նորից այցելել։ Բաժանումից առաջ մի պահ մտածեք սպասումի մասին, սպասումն է կարոտի միակ չափանիշը։ Բաժանումից առաջ մի պահ մտածեք ասված ու չասված խոսքերի մասին, բաժանումից առաջ մի պահ մտածեք, ձեզ բարի եւ ցիելի շրջանավարտներ։ Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքյատ կախարդական, և թե կյանքեր իրական ու կարծես երեքեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնան անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր, ինչ անհոգ թե ծնվեր էր և թե շոկ թե տանիք էր հայրական և թե տուն նվիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջ
աչքերով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով Հնչեց զանգը, հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով ու հնչեց զանգը, հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած պիտի գնամ մնաք բարով Սիրելի ուսուցիչներ, շրջանավարտներ, սիրելի եւ իհարկե սիրելի ծնողներ, այսօր Սպիտակի ավագ դպրոցում մի առանձնահատուկ օր էր։ Ճանապարհում ենք մեր սիրելի շրջանավարտներին։ Իհարկե մինչև ճանապարհելը ես ուզում եմ Լոռու մարզպետ Արամ Մկրտչյանի կողմից շնորհակալագիր հայտնել մեր արդեն շրջանավարտ Ստյոպա Դիլբարյանին։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում անգլերեն առարկայի ցուցաբերած խոր գիտելիքների համար եւ մեր դպրոցի պատիվը բարձր պահելու համար։ Սիրելի շրջանավարտներ, այս 3 տարիները ձեզ համար եղան ոչ միայն գիտելիքի ձեռքբերման տարիներ, այլ այստեղ դուք սովորեցիք արժևորել արժեքները։ Մենք ճանապարհում ենք ձեզ, ասում բարի ճանապարհ, բայց իմացեք, որ մեր դպրոցը դռները միշտ բաց են, մենք սիրով սպասում ենք ձեզ եւ հետևելու ենք, ձեր ամեն հաջողությամբ հպարտանալու ենք, ինչպես դուք ասեցիք, եւ բոլորիդ խաղաղություն եմ մաղթում, սակայն այդ խաղաղությունը նաեւ ձեզնից է կախված։ Դուք որ կայանաք ձեր մասնագիտություններում, ուժեղացնեք մեր երկիրը, իսկ ուժեղ երկրում արդեն խաղաղություն ապահովված կլինի, որը մեզ այսօր շատ անհրաժեշտ է։ Ձեզ բարի ճանապարհ։
մոռացին